Տրամփ պահում է Ռուսաստանին որպես բան, որ հեսա կպայմանա, Տրամփին մեկ է Ուկրաինան, իրան մեկ էր ոնց կպրծնի, իրան պետք է որ պրծնի պատերազմը։ Հետո ինչ որ մի պահ ինքը հասկացավ, որ ինքը տակ է տալի, որովհետև իր վարկանիշը ներսում, իր ներսում, իր հանրապետական կուսակցության ներսում, սկսեց գահավիժել։ Այդ թվում այդ բանին ընդեց ապտալու համար անկորիջում այդ անիմաստ ինչ որ բաներ, որ սա վերեք ասում էր Պուտինը, այսինքն տղա Պուտինը հետո էլ էր ռմբակոծում։ Ես որ ասեմ ինքը կանի։ Հա, ես ասեմ ինքը կանի, ասեք կանենք, բան ինչ որ այսպես բանի մեջ էր, Զելենսկուն դու осմակարտ չունես, կալոդդ կեղծա, բան, ասենց ինչ որ բաներ էր խոսում, հասկացավ որ կորցրել է, շատ է կորցրել։ Միջազգային ոլորտում Տրամփի վարկանիշը եւ Տրամփի պատճառով ԱՄՆ-ի վարկանիշը կիսվեց։ Եթե ոչ ավելի ներքև։ Ծիծաղ էր առաջացնում բոլորի մոտ։ Ուղղակի բոլորի մոտ ոնց որ ծաղրածու լիներ։ Ինչ որ մի պահի ենթադրում եմ այդ Ռուբիոյի հայտնի, որը սպասեց, որ բանը տնփեսեն Կուշները ու այն իր գոլֆիկի ինգերը տուն ծախողը, в общем, տուն առնող ծախողը, հա, իրանք այդ որ դուս էին եկի թռել էին Իսրայել, քանի դրանք օթում էին, Ռուբիոն մտել է աչքից ինչ որ տվերածուց տվել։ Իր իրական վարկանիշը ասել է, որ մեծ հաշվով քեզ էլ ընդհանրապես բանի տեղ չեն դնում։ В общем, դու էլ չկաս, դու չես կարող ոչ մի բան անես, դու հերնակցություն չունես։ Այդ պահից սկսած ինչ որ մի մասը որոշում կայացնում հետ է եկել հանրապետական կուսակցության այդ բազեներին, որոնք որ տենց հակա բան են, ուզում են որ Ամերիկան իրոք դուրսնել ուժեղ երևա եւ սրանով է գալիս հարց։ Պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ այդ ամբողջ բաները գալիս է նրանից, որ Պուտինը երրորդ անգամ խաբել է։ Ընդ որում այդ որ Ռուբիոն մտել էր եւ ինչու այդ ռուսական հանդիպումը բան եղավ, որտեւ էլի հերթական անգամ այդ շամբուտկա առնող ծախող Վիտկոֆը խոսել էր Պուտինի, Տրամփին եկել էր, ասել էր, ինչ որ Տրամփ ուզում է լսի, ախր իր դիվանագիտությունը, ես հասկացել եմ, ինքը դիվանագետ է, որտեվ իր դիվանագիտությունը կայանում է նրանում, որ ինքը ասում է, այն ինչ որ Տրամփը ուզում է լսի։ Ոչ մեկ է, ոչնչություն է, որը գերագույնին զեկուցում է, այն ինչ որ գերագույնը ուզում է լսի։ Դրա համար էր այդ բանը։ Հիմա ես եկել էր, ասել էր Պուտինը էլի նոր առաջարկը համաձայնաբան, բայց իրականում Ռուբիոն որ խոսացել է, Լավրովը ասել է, որ մեր պայմանները հետևյալն են՝ դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա, այսինքն նույն բանը։ Իրանք էլի Ուկրաինայի կես ուզում են, իրանք ուզում են, որ Ուկրաինան չլինի, իրանք ուզում են, որ ասենք Ուկրաինան զենք չունենա, բան չանի։ Այո, հետերեք է, բանակը թուլանա եւ ՆԱՏՕ չմտնի։ Այո։ Եվ տարածքներ։ Եվ տարածքներ։ Երեք էլի վիդեո եմ նայում, ասենք, չգիտեմ, բանը, շահ այդ բանը, պատասխան։ Գալի մտնում է խանութի մեջ։ Մարդիկ են խանութի մեջ է գալի մտնում տրակում։ Ես ուղղակի չեմ հասկանում, Նիկոլը տեսել է, այդ որ ինքը հետը լավ է։ Սա երեխա մեր է։ Լավ ես։ Լավ ջանդամ, նույն բանը, Տրամփը ինչ որ մի պահի հասկացա, որ չէ, ինքը լավ չի ել։ Որտեվ ասենք բանն է, Մելանիայի մոտիկ ընկերուին ուկրաինացի է։ Այդ որ ինքը ասում է կինս միշտ ասում է, այդ նրանից է որ մոտիկ ընկերուին ուկրաինացի իրանք միասին են աշխատել այդ մոդելինի ոլորտում ու հիմա ինքը տենց միակ բանն է որ մոտիկ։ Հիմա նրան տանը ճնշում են, սրան տանը չեն ճնշում երևի, սա կամ ստեղ տանը ինչ որ բարոյականության շեղում կա, ասենք երեխա սպանելը օքեյ է, եթե դա չգիտեմ ինչ երեխա է, երևի իրանց չի ձեռ տալի, կամ իրանց ձեռ տալի, տենց բան չի։ Սի Ցզինպինի հետ կոնֆլիկտը Ամերիկայի լրիվ ուրիշ է, ինքը կոնֆլիկտ չի։ Մի տնտեսական մրցակցություն է։ Դրա համար այնտեղ միշտ խոսալու բան կա, այնտեղ ոչ մեկ ոնց որ տենց առանձնապես չի սպանում։ Կարող է քողարկված, կարող է 20 տարի առաջ, կարող է ասենք, չգիտեմ, 10 հոգի քաղբանտարկյալ կա, ինչ որ բաներ արգելված են, ազատություններ չկան, բայց Տրամփի համար ազատության բացակայությունը դա խնդրեմ չի։ Իր համար հենց հիմա ասենք բանն է։ Պետք է որ տնտեսական հարցերը լուծվեն։ Այդ տնտեսական հարցերը քննարկելը Սի Ցզինպինի հետ է։ Հեշտ է դրա համար։ Իսկ Պուտինի հետ հրաժարվելը պատճառն էր հիմնավորում էր, որ Ռուբիոն մտե ասել է հոպա նույն բանն ալնելու։ Ուղղակի նույն բանն ա լինելու։ Այն ինչ որ եղավ անկորիջում, ինքը գալու է նույն բանը ասի։
Իրան պետք է հիմա ինչքան էլ որ ինքը բանը մեկը տզեկուցում ասում անգիր սաղ աշխարհում քեզ սարքեցին ճուլ բայց կողքից էլ Բուրևեսնիկ ու Պոսեյդոնի թեման բարձրանում հիմա Բուրևեսնիկ Պոսեյդոն այդ թեման ինչի են ռուսները բանը ռուսները լցրել են տակ ռուսական ամբողջ միջուկային ծրագրի հերթիրային բլոկը հիմնված էր Յուժմաշի վրա Դնեպրի, այսինքն Ուկրաինայի 15 թվականից հետո Յուժմաշը պաշտոնապես իսկ 18 թվականից նաև այդ քողարկված սխեմաներով այլևս չի համարտգործակցում օրինակ այն սատանա հրթիռները որից որ բոլորը վախենում էին բանի սարմատը ինքը նույն բանի շուրջ սա հիմքում ընկած է ուկրաինական տեխնոլոգիաները Ռուսաստանը չունի այդ տեխնոլոգիան դրա համար երբ որ ռեալ գա այն պահը որ պետք լինի բարձրացնել 1000 հրթիռ ամենեն 1000 հրթիռ կբարձրացնի Ռուսաստանը չի բարձրացնի 1000 Ռուսաստանը կարող է ոչ միակ չի կարողանա բարձրացնել հասկանում եք խնդրեմը որն է որովհետև այդ հրթիռները վերջինը արտադրվել է 86 թվականին Գորբաչով Ռեյգան բանի ժամանակ վերջինը այն վաղ արտադրվել այսինքն 86 թվականից մինչև իրենք 20-ից 25 տարվա կյանք ունեն Բարեսբուն իմաստով, որտեվ դրանք բան են ասենք, փոխվում է, բացի ամեն ինչից էլ պլուտոնին է, ինքը դե այդ բան ունի, ռուսերեն պետք է ասեմ, պոլուրասպադ ունի, ինքը ոչինչ պետք է փոփոխվի, պետք է ստուգվի, պետք է փոփոխվի, եթե դու միջուկային փորձարկում չես անում, դու չգիտես ինչ օրի է։ Բուրևեսնիկը ինչ է։ Բուրևեսնիկը ոչ մի բան է, բուրևեսնիկը պոնտ է։ Բուրևեսնիկը շուրջ բուրևեսնիկը պոնտ է։ 5-6-7000 կմ/ժ արագության վրա առաջարկում է օբյեկտի շուրջ Պլազմա, շատ տաք, այսինքն օդը տաքանում, այնքան է տաքանում, որ դառնում է պլազմա։ Պրոբլեմը նրանն է, որ պլազմայի միջով էլեկտրոմագնիսական ալիքները չեն անցնում։ Հետևաբար ինքը ոչ տեսնում է ինքը որտեղ է, ոչ էլ հրաման է ստանում։ Վերջ։ Իսկ Հայաստանում դա ընդհանրապես անցել է կողքով։ Ես նույնիսկ չգիտեմ այդ նյութը հայերեն թարգմանվել է, թե ոչ, այսինքն նրա հանրության ցանց։ Պոսեյդոնը 21 թվականին տրաքեց Սպիտակ ծովում լուրջ տրաքեց, причем բանով ինչ վերաբերվում է Բուրևեսնիկին, Բուրևեսնիկը ոչ մի անգամ չի թռել Պոսեյդոնը Ինչու Թրամփը հրահանգեց Չէ, Թրամփը հրահանգեց միջուկային փորձարկումներ շտապ ասեց փորձարկումները սկսում եք որովհետև Պուտինը տեղի անտեղի ամեն օր վերեր կանում ասում էր դե մենք միջուկային զենք ունենք Ոնց ցույց տաս որ դու էլ ունես դու էլ ասես այդ չեղավ էլի եմ ասում այնտեղ ամերիկայում բազաների ձայնը շատ ավելի որոշիչ է զենքի հարցում տենց ամերիկայում տեսեք նահանգներ կան մարդը կա սահմանափակվիչ զենքի հարցով հակարազենք ունենա այսինքն ամերիկացում դու տենց խոսալով տենց բանի մասի թույն զենք ունեմ տենց չէ սովետում ընդունված որ հարցում են բան սովետ հետ սովետական տարածքում որ զենքերի մասին բանի Ռոսաբարոն էքսպերտի գովազդային բուկլետների մեջ գրած թվերով են խոսում այլնակ Սու-30-ի մասին գիտեմ սաղ ասում դե տենց չգիտես ինքը ինչքան բարձր է թռնում ինչքան բանա բեռա տանում ինչքան է սանում են անում թղթով իրականության մեջ աղբ նույն բանը ամբողջ Ռուսաստանն է թղթով բան բումաժնի տիգր Թրամփը փակում է Թրամփը Ամերիկայի այդ բազաները ասում են Լավ, օքեյ, զենք հարց չկա։ Մենք տենանք մեր ինչ վիճակում, գնանք մեր հետևի հայաթում։ Մենք կրակենք տենանք նորմալ, հա, մեր ատրճանակը տեղում է, հա, փամփուշտները մանանք, մաքրենք, փորձարկենք, բանը նշանառությունը բռնենք։ Լավ, իսկ Թրամփ Սի Ցզինպինը Թրամփ Սի Ցզինպինը դա ուղղակի տնտեսական հարց է եւ ինչ որ ընդհանուր հայտ է, ճիշտ է, ոչինչ որ կարծես թե դեռ չեն ստորագրել, բայց էական չի, էական չի ինչ կոնկրետ։ Այո։ Էական է, որ սկսեցին խոսալ դե տնտեսապես երկու կողմին էլ ձեռ չի տալի։ Չինաստանը ահռելի ճգնաժամի մեջ, ահռելի դա չի։ Համենայն դեպս կոնֆրոնտացիայից ոնց որ թե Դա կոնֆրոնտացիա չկա, էլ Չինաստանը լավ հասկանում է, որ ինքը Ամերիկայի դեմ չի կարել ժողովուրդ։ տնտեսական պատերազմի մեջ։ Չէ, տակ, մարտական։ Մարտական, բայց տնտեսական պատերազմի մեջ։ Տնտեսական պատերազմի մեջ ինքը ոչինչ չունի։ Ինքը բան ինքը արտադրամաս էր։ Պատկերացրեք, ասենք դուք միլիարդատեր եք Աստված տա։ Ունեք, ասենք, մի հատ միլիոնատերն էլ չէր Հա, ունեք գիտահետազոտական ինստիտուտ եւ ասենք, չգիտեմ, Երևանում, բան, այն ինչ որ կոչվում էր MPO,
գիտական արտադրական միավորում։ Անում, այստեղ սարքում եք բան, ինչ որ քանակի արտադրում եք։ Օրինակ, լվացքի մեքենա, տեսախցիկ էական չի։ Արտադրում եք։ Հենց որ արտադրում եք խելքի է գալի, տեսնում եք որ օքեյ շուկան լավ է արձագանքում, տալիս եք, որ ասենք, չգիտեմ, Դիլիջանում ձեր մասնաճյուղը դրանից արտադրի։ Ու Դիլիջանը սկսում է արտադրել միլիոններով։ Ինքը փող է գեներացնում, այդ փողը իրան գալիս է։ Հարց չկա միլիոններով, բայց այդ փողը հիմնական մասը գալիս է ձեր բանում, ինստիտուտը, որ նոր պրոդուկտ է սարքում։ Բայց այնտեղ եթե տնօրենը բան ասում ախպեր, ես սաղ աշխարհին տեսախցիկ եմ ծախում։ Հեսա գիտես քեզ ինչ կանեմ, բայց ինքը մոռանում է, որ եթե այս գլխամասը չլինի, ինքը հետ նույն տեսախցիկն է ծախելու։ Ինչ կան։ Այն ինչ որ հիմա ասում են առաջ է գնացել, այս բոլոր որ առաջ է գնացել, այն որ ավտոմեքենայի մեջ կա կարաոկե, դա ավտոպրոմի հետ ոչ մի կապ չունի։ Այն որ Su-30-ը վերցրել են կողքից բան են արել, սարքել են իրան F-35-ի պես, դա իրականում ոչ մի ավիացիոն բանի հետ կապ չունի։ Այն ինչ որ իրանք մարդատար օդանավ են այդ C-119-ն, ինչը 319-ն է, այդ իրանց որ նոր յանի մարդատար միջին մագիստրալների օդանավ են բաց թողել, դա ընդամենը Airbus A320-ն է, առաջի մոդելներից, որից 4 հատ Ֆրանսիայից առել էին, մեկի տեղը ֆրանսիացի կորցրել էին, հետո տեսել են, որ քանդել են մինչև վերջի վինտիկը, կոպիա են արել ու նորից հավաքել են։ Չինաստանը մեծ հաշվով շատ թույն արտադրամաս է, շատ։ Այ ինչ ուզես կարտադրել 10 գծած սաղ կարտադրեն։ Գծած էլ չտաս, նմուշը 10 ինքը կարտադրի, փայլուն է, դա հատուկ հմտություն է, հարգանքի արժանի։ Աշխատասեր, գլուխները կախ աշխատող ժողովուրդ են առանց որևիցե բաների, բան չես կարող ասես։ Բայց գիտահետազոտական առումով առաջադիմության։ Ես ես մի բան ասեմ, սրանից 5-6 տարի մինչև COVID-ն էր, ոնց որ մինչև COVID-ն էր։ Ասին, որ իրանք առաջի քվանտային համակարգիչը ստացան ու հեսա 3-4 տարվա մեջ քվանտային բաներ դրեք հետ խոսացես մոտ ձև չկա, բայց լավ սպասենք։ Անցան տարիներ։ Ոնց ասել էին, տենց մնացել է։ Ոչ մի քվանտային համակարգիչ չկա, ոչ մի բան չկա։ Որովհետև ինքը ունի ամեն մեկը աշխարհում, ինչքան էլ որ դու փորձես, գոյություն ունի մշակութային քաղաքակրթական առանձնահատկություններ։ Գիտահետազոտական աշխատանքի համար պետք է ազատություն։ Մարդը, գիտնականը պետք է լինի ազատ։ Ինքը կարող ղեկավարին գա ասի, կարա չասի, բայց գալիս է ու զբաղվում է ուրիշ բանով, ասում է, ախպեր ուզում եմ, չգիտեմ, որ ծաղիկը հոսանք տա։ Խնդան վրան կամ չեն խնդա, կասեն դրա արա գնա արա։ Չինական մոդելը, բացի դրանից, որ բոլշևիզմը, ինքը նաև պատմականորեն անհատի, անձի, ազատություն չի նախատեսում։ Դու ենթակա ես, դրա համար դու չես կարող գիտահետազոտական աշխատանք անես։ Շնորհակալ եմ, միակ բանը։ Իսկ մեր մոտ կարաս։ Մենք ամենաազատ ժողովուրդն ենք։ Սենց բան աշխարհում չկա։ Չկա աշխարհում, որ եկեք թվարկենք ինչով ենք ազատ։ 2.4 միլիոն ընտրող ունենան 180 կուսակցություն, չկա այդպես բան։ Հասկանում եք։ Մենք կարանք անverջ ուսանողների մեջ է տարածված, հայերի գյուտերը, որոնք որ տենց սաղ աշխարհով արել են թողել։ Որիշում մենք ոնց հասկանում եմ, բանը կարելի է սենց մեկնաբանել, հաճույք ենք ստանում process-ից։ Մենք գյուտը անում ենք, հետո բրախում ենք, ասում ենք ավելի լավը կանենք, գնում ենք ուրիշ բան անելու։ Որտեղ մենք process, իրանք վերցնում են փող են աշխատում, բան են անում, բայց մենք գիտեք կայֆը որն է։ Որ իրանք դառնում են դրա Չինաստան, այսինքն մենք հա կարանք անենք։ Մերը չի սահմանափակում, մենք չենք վերցնում ու սենց ինչ-որ բանի պես տենց ինչ-որ որեն կարճում։ Հա, գարգանտյուա պանտագրվել անում սենց բանը, որ չէ, սաղ պետի մինչև կոպեկ, մինչև վերջի խազինց պետի տակ որեսնամ, անում է ինչ-որ պատենտի փողը վերցնում, բանես մեզ ավելի լավ կանեմ, կամ ինձ էսի սենց է, տրեկով պետի էտանք գարնի հաց ուտենք, կենակ ուտենք, ինչ եք ուզում։ Պուտինը չի շեղել, Պուտինին պետք է որ Հայաստան չլինի, որ ինքը կարողանա, իրա հույսը, քանի որ ինքը բանի ժողովրդագրական դեմոգրաֆիական պրոբլեմ ունի, իրա հույսը թուրքական այդ բաների օգտագործումն է։ Բայց իրա պայմաններն է, որ գաք դառնաք իմ բաները, ստրուկները։
Ինքը չի ուզում, որ իր մոտ գալացող կենտրոնական Ասիայի ժողովուրդը մնա Էրդողանի ստրուկը։ Ինքը ուզում է, որ իր ստրուկը դառնան, կամ Շայմիևի, կամ Տոկաևի, ինքը ասում է իմ ստրուկները դառեք։ Դե նրանք թուրք են, նրանք գիտեն, որ ասենք իրանք 100 տարվա պլան են գծում։ Այսինքն ամբիցիաների բախում Էրդողան։ Հա, հիմա Էրդողան չի։ Բա ով։ Ախր Էրդողան չի։ Ով։ Թուրքական բանը այդ շատ ավելի մեծ է։ Էնվեր պատկերացրեք։ Հա, Էնվերի ծրագիր։ Էնվեր, այտենց պատկերացրեք, որ չկենտրոնանաք Էրդողանի վրա։ Որ չպատկերացնեք, որ Թուրքիան փոփոխական է այդ առումով, չէ։ Թուրքիայում կարելի է բան անել, հա, Էնվերը ռուսական համագործակցության բանի մեջ էր։ Կա քեմալիստական ծրագիր, որը արևմտյանը, բայց այս պահին բացի քեմալիստական ծրագրերից բոլոր մնացածները դրանք այտենց ծրագրեր են, որոնք կործանի չեն։ Ինչ վերաբերում է Սի Ցզինպինին կամ Տրամպին մեկը լրիվ միևնույն է։ ԱՄՆ-ն եթե դեմոկրատական կուսակցության դաշտի մեջ, այսինքն ինքը չի սկսում հերթական անգամ տառապել բանով շիզոֆրենիայով եւ ասել, որ ինքը առանձին քաղաքակրթություն է եւ մոլորակ է աշխարհում, ու մենք ունենք beautiful ocean ծերի ցենցերը, եթե ինքը հասկանում է, որ ինքը Եվրատլանտյան համայնքի անդամ է, ապա ինքը օքեյ է։ Եթե ինքը խաղում է Վիլսոն, то ինքը վատ է։ Ինչ վերաբերում Չինաստանը իրականում հազիվ իրանապահում հիմա որ նայեք տնտեսական վիճակը ախր թվերը հրապարակվում են մերոնք չեն սիրում շո լեգենդներով են բաները որոշում